Լուսարոտին շարունակվում է, ականջից մի զեներա գալիս, դա նորմալ է, այդ նշանակում է, որ այնպիսի հյուրեր են մեր մոտ, որ իրենց էներգիան նույնիսկ ասենց են, որ ամբողջ լարերը, տեսախցիկ, բարձրախոսներ, ամեն ինչ ասենց տալիս վառում է։ Իրենց հաշվին ամենը դա չմտածեք ընդհանրապես, մենք առանց տեխնիկա չենք մնա։ Բայց օրեցօր եւ տարեցտարի ժամանակ նկատում ենք, որ հայտնվում են նոր դեմքեր, հայտնվում են տաղանդավոր մարդիկ, հայտնվում են տաղանդավոր երաժիշտներ, թույն բենդեր ու դա շատ հաճելի է, ողջունելի է, որովհետեւ լավ մյուզիկ են մարդիկ մատուցում, թույն գործեր են ընտրում, ինչը ամենակարևորն է ու ողջունելին եւ մեր հյուրերն են, առաջին հյուրերն են, իդեպ տեսալուակի պրեմիերա եղավ մեր եթերում, cover տարբերակներ իրենց կողմից շատ սիրուն, մնա project-ը, դու նոր տարին լսեցինք, վայելեցինք դու նոր տարին, անցնենք առաջ եւ մեր հյուրերն են, մնա project-ի վոկալ եւ ստեղնաշարային գործիք Տիգրան Մկրտչյան, բարի լույս։ Վոկալ Գարիկ Ստեփանյան, Olbari եւ պրոդյուսեր Լիա Տոնոյան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ հրաշալի։ Ոնց էր նոր տա 2025-ը ճանապարհեցինք թույներ, լավ էր, գոհ եք։ Հա, գոհենք։ Իհարկե գոհենք։ 2026-ը ավելի ակնկալիքներ ունենք, էլ ավելի լավի։ Ձին լիքը բան ա բերել ես։ Լավ բան էր։ Ինչպես կայացավ ձեր տանդեմը, պատմեք մի փոքր։ Հա, ինչ, ներս սկսենք ինչու մնա project։ Մի քիչ երկար պատմություն է։ Մեկ չենք պատմեք։ Համառոտ կարող եմ ասել, որ իմ 3 աղջիկների առաջին անվանատառերն են։ Այո, Մարինան է, Անգելինա։ Ոչ մեկը չկռահեցի։ Բայց այդպես ուրիշ տեղեր ասում են, որ եկել ենք մնանք, վայելեք մեր երաժշտական խումբը, մեր երաժշտությունը, այդպես ենք ասում, խաբում ենք ելենք։ Բայց հիմնական գաղտնիքը կային մեր դրանում էլի, աղջիկներիս։ Երեխեքի իրենց են բենդը։ Այո։ Տեսել եմ։ Լավ, ինչպես ստեղծես գաղափար այդ պրոջեկտը հավաքելու, որովհետև ինչն էր պակասում, հա, ինչն եք նկատել, որ պակաս է մեր շոու բիզնեսում, այդպես ասած։ Անկեղծ ցանկանում էի համախմբել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, երգիչների, հիմնականում սոլիստների իմ աշակերտներն են, ես ինքս վոկալի ուսուցչուհի եմ։ Եվ այդպես մտածումը գնաց, որ հավաքեմ բենդ եւ ներկայանանք մեր երաժշտական խմբով արդեն։ Որպեսզի ստեղծենք լավ երաժշտություն եւ ինչու՞ չէ նաեւ գումար վաստակեն։ Միանշանակ։ Բոլորս։ Մնացածը դնում եք մի կողմ, գումար վաստակենք։ Շատ լավ։ Նայեք, իմ մեր իրականության մեջ ես քիչ առաջ նշեցի, որ գնալով ավելանում են բենդերը, գնալով համախմբում են մի գաղափարի շուրջ տաղանդավոր երաժիշտներ, տաղանդավոր մարդիկ ու մրցակցությունը գնալով ավելի բարդանում է, ավելի մեծանում է։ Այ ինչպես ենք պայքարում, հա, դուք ձեր մեթոդները, գաղտնիքները, ֆիշկաները ունեք, թե պարզապես հիմքում ամենակարևորը լավ երաժշտությունն է։ Հիմքում լավ երաժշտությունն է հենց պայքարը կա, ասեմ, փոքր է մեր շոու բիզնեսը շատ փոքր է, պայքարը կա, բայց հիմնականում փորձում ենք մերը ստեղծենք եւ այս տեսահոլովակը հենց առաջին տեսահոլովակն է մեր, որ Տիգրանի գաղափարն էր, հենց Գրիգորիչի, այո, Գրիգորիչի երաժշտությունը գործիքավորի եւ այդպես ստեղծվեց այս գեղեցիկ երգը։ Դուք ոնց եք պատմեք։ Կամ լավ, եկեք սկսենք գիտեք ինչից, մի լավ գործ, ինչ ենք լսելու, ինչ կերքեք հիմա։ Կերքեմ Հայկոյի ոչինչ չի մնա ստեղծագործությունը, շատ գեղեցիկ, կատարեմ հիմա։ Իհարկե, մենք առանց երաժշտություն չենք կարող։ Մենք միշտ ասել ենք, այնինչ տալիս է արևը ծաղիկներին, նույնը երաժշտությունը տալիս է մարդկանց, այնպես որ առանց երաժշտության չի լինում, հետաքրքիր չի, թերապես կյանք է։ Սկսեմ։ Լուր եկար դու այնտեղի Աստղերը երկնքից Անձրևի պես իջնում են ցած Քո ձեռքերի պես Ինչ դժվար աղոթք է սա
կսիրեմ, բայց ում ասա միգուցե սիրտը ցույց կտա նոր մի ճամփա կսպասեմ նորից այն սիրուն, որ ինձ կանչեց հերդից կսպասեմ նորից որ իմ սերը ետ դառնա նա հանկարծ կգա կթողնի մոլոր և կգնա սերը կգնա և ոչինչ էլ չի մնա Ես ընթացքում ինչ-որ սոլո գիտար էի լսում նաև, բոմ բարաբաններ էի լսում, ինչ-որ sense ռոքային գործեր ստացվում։ Ճիշտ էինք զգացել նկատել, կար տենց ինչ-որ բան, թե չէ։ Դիշ սիրելի բարեկամներ, բարձրաստին գավաթները շարունակելով մեր զրույցը, չէ։ Շատ լավ։ 2026 թվականը ինչ ենք նախապատրաստում, հա, որովհետև ինչպես նշեցինք, մրցակցությունը մեծ է, պետք է շատ արագ կողմնորոշվել, պետք է շատ արագ աշխատել, ինչ փոփոխություններ, նորություններ, այո։ Հեղինակային երգել Այո, սպասք կլինեն անպայման ու ընդհանրապես ես որ ասացիք բենդերը շատանում են, խմբերը շատանում են, ես թվում է գաղտնիքներ շատ կան, ամեն խումբ իր գաղտնիքը ունի ու ամենակարևորը ոճով ու ասելիքով տարբերությունն է, որ տարբեր լինես մնացածից։ Եվ հենց այդ ասելիքը, որն է մնա project-ի այդ մեր լեզվով ասած իզյումին կան, հա, խարիզման, ինչով եք դուք տարբերվում մյուս բենդերից, հետաքրքիր է։ Ինձ թվում է խումբը տարբերվում է իր տաղանդավոր երաժիշտներով, որովհետև խմբեր կան հիմա երաժիշտներ չկան երաժիշտներ խմբերում, այսինքն արդեն շատ համակարգչային ամեն ինչ դարձել։ Իսկ մեր խմբում ավելի շատ երաժիշտներ է, բնական երաժշտություն, կենդանի երաժշտություն, այո, կենդանի հնչողություն ամեն ինչը ու կարևորը անկեղծ է։ Խմբում կան նաև երկու աղջիկներ, այ դուք երկուսով, հա, ոնց եք լեզու գտնում աղջիկներ, չէ՞ որ ի վերջո մենք բոլորս եկնենք, որ շատ դժվար, երեք աղջիկ, շատ դժվար է աղջիկների հետ լեզու գտնելը, ու վստահ եմ ճաշակներով էլ միգուցե մի քիչ տարբեր լինեք, չնայած այն որ բոլորդ էլ լավ մյուզիկ եք վստահ եմ լսում, բայց ինչպես եք լեզու գտնում իրար հետ, հա։ Իրականում առաջինը մարդկային հարաբերություններն ենք մենք գնահատում, քանց թե նպատակը, որին մենք պետք է հասնենք, եթե խոսում ենք այսպես ասած պրիորիտետից, մեր մոտ առաջինը մարդկային վերաբերմունքն է եւ շփումը միմյանց հանդեպ։ Ինչքան ժամանակ է բենդը կաներողությունում խնդրում։ 2023 թվականին է ստեղծվել, բայց ընթացքում կազմում փոփոխություններ եղել են։ Ինչպես։ Դիմացել ենք։ Իրականում այսպիսի միֆ կա, չէ՞, հայկական իրականության մեջ, որ մենք շատ ավելի լավ խաղում ենք շախմատ, քան ֆուտբոլ, որովհետև մենք թիմային այդքան էլ լավ չենք կարողանում աշխատենք։ Ինչն է այն կարևորագույն կետը ձեր խմբում, որ թիմը, խումբը ամուր մնա։ Իսկական ամենակարևորագույն մարդկային հատկանիշները որոնք են, որ համաշխարհային օրինակներ էլ չէ ունենք One Direction, Backstreet Boys, որ ամեն մեկը իր մասին չմտածի։ Բոլորը մտածեն, այն որ ասում եմ, մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար այդ կարգախոսով առաջնորդվենք։ Բոլորը մի նպատակի համար ծառայեն։ Եվ բոլորը նույն գաղափարի շուրջ հավաքվեն եւ անեն նույն գործը, որը շատ կարևոր է, բայց շատ բարդ է։ Համախմբել։ Հենց միասնական աշխատանքն է շատ կարևոր։ Այդ փորձերին գնալը շատ դժվար է, իհարկե հավաքել 10 հոգի, բենդում 10 հոգի են։ 6 երաժիշտ, 4 վոկալիստ։ Այդ համախմբվածությունն էլ է կապված լիդերից հենց։ Խմբի լիդերից։ Խմբի լիդերը դե պրոդյուսերն է կարծում եմ։ Երաժշտական ղեկավարն է Տիգրանն է։ Ահա, դե ձեր գործել ավելի բարդ կարծիքով։ Ու գիտեք ինչ դե ցանկացած լավ բան ստեղծելու համար, ցանկացած լավ բան ունենալու համար միանշանակ պետք է շատ ժամանակ, ռեսուրսներ, նյարդեր ու միգուցե մի տարի, միգուցե 2 տարի, այն որ բում չլինի, բայց քրտնաջան աշխատանքի շնորհիվ դու գործանելու շնորհիվ բանը անդադար անել։ Միանշանակ այո, պտուղները կքաղեք ու որքան էլ հիմա ես վստահ եմ ձեր առաջ շատ sense պլաններ ունեք դրած, որ դեռ
չեք հասել այդ ամենին, բայց արդյոք օրինակ այդ փոքրիկ համերգները շատ կարևոր են։ Կապ չունի հանդիսատեսը որքան է ձեզ ճանաչում, հայտնի եք, հայտնի չեք, դա կապ չունի, բայց արդյոք դա շատ կարևոր է հաճախակի ելույթ ունենալը։ Իհարկե, շատ կարևոր է։ Ինչով։ Դե փորձ են ձեռք բերում միասին ելույթ ունենալու էներգիային հաղորդում, կապ չունի 10 հոգու համար է հաղորդում, 100 հոգու համար է հաղորդում, թե 1000 հոգու համար է հաղորդում, այդ էներգիան պետքա իրանք եւ տան եւ վերցնեն։ Շատ կարեւոր է այդ դրական էներգետիկան։ Իսկ փորձ ունեք Երևանից դուրս, հա, մարզերում աշխատելու, այսինքն մարզի հանդիսատեսին ծանոթանալու, թե դեռ ոչ։ Չէ, ունենք։ Ունենք, ես էլ հիշեցի։ Հիշեցի, դե պատմեք, դեռ եք գնացել, հիշել եք։ Որ մեկն է հիշեք։ Գավառում հարսանիք, համերգ։ Հարսանիք, բայց ձեր ամենասկզբում որ նշեցիք ավելի ոնց որ հայկական կորպորատիվ, հա, դա ավելի շատ թեքված էր դեպի մի քիչ ավելի ժամանակակից, մի քիչ ավելի նորաձև, քանի որ ինչքան էլ օրինակ այս этаպում հանդիսատեսը թե փոքր զալում, թե մեծ սրահում այդպես էլ երաժշտությունը, թե ավանդականը, թե այնտեղ տարբեր որակներ ունի, եւ մենք փորձում ենք գրեթե ինչ-որ միջինը ստանանք, որպեսզի հասկանանք մեր հետագա ուղղվածությունը, դուք ասեմ, որ հիմնականում մենք խոսում ենք նոր պրոյեկտների մասին, մենք հիմնականում ցանկանում ենք նոր հեղինակային ավելի գործերով առնչվել, լինի դա թե երկարատև, դե լինի ասենք կարճատև, բայց հուզող, ամենակարևորը մեզ համար նորությունն է։ 2026 թվականը նոր է սկսվել, ինչ հետաքրքիր համագործակցություններ, պլաններ կան, մի փոքր պատմեք։ Բացեք ճակերտները, եթե կցանկանան։ Ճիշտ ասած, այս պահին ցանկանում ենք փետրվարի 14-ի հետ կապված ունենալ երգ սիրո մասին, ռոմանտիկ, որը գրելու է մեր Գարիկը։ Արդեն երկը պատրաստ է։ Ընթացքի մեջ է։ Ընթացքի մեջ է։ Շատ լավ։ Եվս մի գործ, միգուցե լսենք, թե հրաժեշտ տանք ձեզ, մեր էլ մարդ կա եկած, սպասում են էլի։ Եթե դեն չեք իհարկե ցավոք սրտի մեր ժամանակը այսպես սուղ է, բայց ֆանտաստիկ գործ էր Հայկոյինը, շատ հետաքրքիր մոտեցմամբ։ Դա էլի cover տարբերակ։ Գնացինք։ Ես եմ լուր, դու ես լուր, ու մտքերն են լուր, ձեռը տուր, սիրտը տուր, ուրախնամ պուճուր, անձև կա, պաթիլ կա, քեզ չի մոռանա, Ser kuga kamana marhe yes kulam kesamar kulam bons kalam arans kes kalam Ես չգիտեմ, որ երկինչներին չի կարելի, չէ, առավոտ շուտ այդպես Ցանկալի չէ, որովհետև ձայնալարերը ավելի քնած են առավոտյան ժամերին, բայց երգողի համար տարբերություն չկա առավոտյան, ցերեկոյան թե երեկոյան։ Երգողը միշտ երգում է։ Շնորհակալ ենք շատ։ Ես վստահ եմ, որ ձեր մասին մենք դեռ շատ կլսենք, ու շատ ուրախ ենք, որ ունեցանք այս ծանոթությունը, այս շփումից եւ մեր հերոստատուն եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր հյուրերն մնա պրոջեկտներ, վոկալ եւ ստեղնաշար Տիգրան Մկրտչյան, վոկալ Գարիկ Տեր-Ստեփանյան եւ պրոդյուսեր Լեա Տոնոյան։ Եվ եթե ուզում եք ձեր առիթը, իվենթը, կորպորատիվը, միջոցառումը ֆանտաստիկ առիթներից մեկը տարբերվի, դա չլինի, թույն գործեր լինեն, դիմեք մնա պրոջեկտին։ Ինձ էլ չմոռանաք կանչեք, ես կվարեմ։ Գովաստ մեր եթերում կվերադառնանք եւ կընդունենք մեր մյուս հյուրերին եւ խոսենք շատ կարեւոր հուզիչ թեմայի շուրջ։ Մնացեք մեզ հետ։